Ողջույն սիրելի ընկերներ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Եվ ինչպես արդեն ձեզ խոստացել եմ, ժամանակ առ ժամանակ գալու եմ եւ տեղից, Նարեկի տնից ձեզ փոխանցեմ ինֆորմացիա։ Նախ ովքեր որ դիտել են նախորդ ուղիղ եթերը, շնորհակալ եմ, ովքեր տարածել են, շնորհակալ եմ եւ ովքեր դիտել են արդեն տեղյակ են, որ ներկայացրել եմ Նարեկի կիսաշեն տունը, որտեղ նրանք պետք է տեղափոխվեին եւ ընդամենը 2 օր ունեին եւ սարսափելի վատ պայմանները դեռ այդ նույն սարսափելի վատն են, բայց այսպիսի ուղիղ եթերները նաեւ երբ որ կիսվում ենք կամ ես ինքս էլ ուրիշի էջերով տեսնում եմ նմանատիպ պատմություններ կամ ուղիղ եթերներ, դրանք մտորելու առիթ են տալիս, կյանքը ծանրութ է, թեև անելու առիթ են տալիս, կարևորն ու անկարևորը տարբերելու, տարանջատելու, իրարից զատելու առիթ են տալիս։ Ուղիղ եթերից հետո ես վստահ էի եւ բնականաբար արձագանքեցին մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների մենքի առաքյալները եւ Տիկին Հասմիկիս հետ, երբ որ նրանք արդեն քննարկել էին բոլորով, առաքյալները 30-ն են, անունները հատ չեմ թվելու, որպեսզի հանկարծ որևէ մեկի անունը չմոռանամ եւ բաց չթողնեմ։ 30 արևի շող, 30 նվիրյալ, 30 առաքյալ, 30 օրհնյալ եւ նրանց թիվը գնալով շատանում է եւ որպեսզի ես կապ պահեմ համակարգողի հետ, գիտեք Տիկին Հասմիկիս հետ էլ արդեն երկար տարիներ շատ ծրագրեր ենք իրականացրել, երևի 100-ավոր եւ արձագանքեցին նրանք ու առաջին քայլը, որ որոշում կայացվեց անել, դա սանհանգույցի վերանորոգումն է եւ դրա համար ես այսպես մի քիչ գզգզված, հոգնած, որովհետեւ առավոտից Կարենի ու Նարեկի հետ շրջել ենք բոլոր շինանյութի խանութներով, որպեսզի հնարավորինս մատչելի գնենք եւ շինանյութը եւ պարագաները, քանի որ այն մի փոքր տնտեսացնել կծառայի մի ուրիշ շինարարական աշխատանքի։ Նախնական որոշել ենք սանհանգույցը, պարտաճանաչ աշխատանքները կատարելուց հետո արդեն կանցնենք հաջորդ քայլերին եւ քայլ առ քայլ Նարեկի բազմանդամ ընտանիքը կունենա վերջապես տուն, իրենց Նարեկը 25 տարեկան է եւ ողջ կյանքի ընթացքում ընտանիքը տուն չի ունեցել, Սյունիքից են եկել եւ Նարեկի վիրավորման մասին են պատմել, ընտանիքի պատմությունը գիտեք, բայց կիսվելու եմ անընդհատ, կիսվելու եմ մինչև տունը վերջնական կառուցվի եւ նախորդ անգամ էլ եմ շեշտել եւ հիմա էլ եմ ասում, ովքեր կունենան կահույք, որն իրենց պետք չի լինի, խոհանոցի կահույք, փափուկ կահույք, խնդրում եմ անպայման կապ հաստատեք ընտանիքի հետ, ինձ հետ կապ հաստատեք, համար կփոխանցեմ եւ արդեն նրանց հետ կապի դուրս գալով կփոխանցեք ձեր նվերը։ Ինչպես ամեն անգամ ասում եմ, ուղիղ եթերով կիսվելը նույնպես աջակցություն է։ Իդեպ ամեն անգամ նաև նշում եմ, որ ընտանիքը շատ աշխատող է, որովհետև ես ինքս գիտեք ինչքան վերապահումներով եմ մոտենում ցանկացած հարցի եւ միգուցե այս մասին խոսեմ, նոր տարածքով շրջեմ, միգուցե երբեմն հասնում է տհաճության, բայց երբ որ ինքս ինչ-որ մեկի, իմ առաքյալների աջակցությամբ, իմ ընկերների աջակցությամբ, ինչ-որ մեկի թեկուզ գումարային աջակցություն եմ տալիս, հետո խնդրում եմ, ասում եմ, ինչի վրա ծախսեցիք, ուղարկեք, ինչ եք գնել, ուղարկեք եւ այսպեսի մեր նեղ ընկերական շրջապատում կատակ ունենք, որ ասում են Ստելան մի ծառա տալիս, հետո հաջորդ օրը զանգում, ասում ա տնկել եք, ասում են այո, ասում ա կնկարեք, ուղարկեք, հետո զանգում եմ, ասում եմ ջրել եք, ասում են այո, ասում եմ կնկարեք, ուղարկեք, մտածելով, որ անգամ եթե տնկած չլինեն, կտնկեն, որ նկարեն, ուղարկեն, եթե ջրած չլինեն, կջրեն, կուղարկեն, սկզբի համար դա իրենց կամֆորտի զոնայից դուրս գործողություններ են, բայց երբ որ այդ ծառը բերք տա, արդեն կհասկանան, որ
այդքան էլ տհաճ չէին իմ զանգերն ու պահանջները ծառը նկարել։ Սա ծառի օրինակներ ցանկացած աշխատանքի պարագայում եմ պահանջկոտ եւ ինքս էլ պարտաճանաչ եմ ցանկացած աշխատանքի մեջ եւ պատասխանատու։ Ինչու եմ այսքանը ասում։ Ուզում եմ ասեմ, որ Նարեկի ընտանիքը նախ շատ մեծ է, բազմանդամ է եւ շատ աշխատող։ Այս մեքենան Նարեկի մեքենան է, հայերեն տարբերակը չգիտեմ, էվակուատոր։ Նարեկը ունի ոսկի ձեռքեր եւ մեքենան ամբողջությամբ կարողանում է քանդել, հավաքել, հատկապես սովետական մեքենաների մասնագետ է։ Այս իմ առաքյալների շնորհիվ գնաց շինանյութն է, որով վաղը մյուս օրը արդեն հենց աշխատանքները սկսեն, ես բարբերաբար էլի տեղյակ եմ պահելու, շինանյութի մի մասը մյուս մեքենայի մեջ է, սալիկները եւ ավելի սանհանգույցի պարագաները, որ երկու մեքենայով ենք տեղափոխել։ Եվ աշխատանքի հետ կապված ուզում եմ ասեմ բազմանդամ ընտանիքի, բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ գիտակցում ենք, որ եւ կյանքն է թանկ, եւ ապրելն է թանկ, եւ բազմանդամ ընտանիքի միայն սնունդը, հիգիենայի պարագաները, տնտեսական պարագաները եւ այն ամենը, ինչ որ մենք ենք մեր առօրյայում ծախսում, դա բավականին մեծ գումար է, այնպես որ եւ Նարեկն է աշխատում առավոտից մինչ երեկո, հետո գալիս է գիշերը այս շինարարության վրա է աշխատում հայրիկի եղբոր հետ եւ հասցրել են արդեն այս կետին եւ եղբայրն է աշխատում եւ հայրն է աշխատում Վանիկը, ում ես ասում եմ իմ Վանիկը, մեր ընտանիքի Վանիկը, որովհետեւ մենք չեմ հիշում դեպք, որ Վանիկին պարապ տեսած լինեմ։ Այս ամեն ինչի եմ ասում, որովհետև երբ որ ասում ենք ընտանիքը կարիքի մեջ է շատ հաճախ եւ ինքս էլ այդ ամենը կապում եմ չաշխատելու հետ, պարապ լինելու հետ, թամբալության հետ։ Բայց այս այդ տարբերակը չի, ուղղակի ես շատ ցավ եմ ապրել, որ գոնե եւս մեկ ամիս չտվեցին ընտանիքին, որպեսզի հնարավորություն ունենային գոնե մի քիչ կարգավորեին, որ հնարավոր լիներ գոնե տարական պայմաններում ապրել։ Ես ուղղակի պատկերն եմ ցույց տալիս, որ պատկերացնեք իրերը ամբողջությամբ այսպես Եվ մեր բաղնիքը, որը ես ձեզ արդեն ցույց եմ տվել, այսպես քայլ առ քայլ, ասել եմ սերիալի ֆիլմի նման, ցույց եմ տալու, որ հետո արդեն պատրաստի պատկերը տեսնենք ու հասկանանք ինչ հսկայական աշխատանք է կատարվել եւ կաթիլ տունը կառուցվելու է։ Մերսի հատվածն էլ ցույց չտամ, այնտեղ էլ նույն վիճակը արկղերով, չգիտեմ էլ ինչպես են տեղավորվում, ինչպես են Այս են, որ ասում են գիշեր ցերեկ անենք։ Յուրաքանչյուրիդ պետք է ասեմ շնորհակալություն եւ ուղիղ եթերներից հետևելու համար եւ կիսվելու համար, տարածելու համար։ Մենքի առաքյալներին շնորհակալություն աջակցության համար, նախնական գումարը տրամադրված $1000, որով մենք գնել ենք սանհանգույցի ամբողջ անհրաժեշտ պարագաները եւ Նարեկի պատասխանատվությամբ իհարկե այդ ամբողջը արել ենք Նարեկի հետ միասին, ամեն բան ընտրել է ինքը իր ճաշակով, որովհետեւ անգամ տիկին Հասմիկը շեշտեց, որ թող սալիկները Նարեկը ընտրի իր ճաշակով լինի, գույները իրեն հարմար լինի։ Այսպիսի նախաձեռնությունների մեջ
շատ սեր է դրված եւ այդ սերը ես երբ որ ինչ-որ բան խոսում եմ, նաեւ ֆիլմի նման պատկերացնում եմ եւ պատկերացնում եմ այդ սերը, պատկերացնում եմ այդ սերը սրտիկի տեսքով, մեծ սրտիկի տեսքով, որը նման է փոքրիկ կտորներից հավաքված խճանկարի, որովհետև երբեմն մենք մի ամբողջական աշխատանք մի հոգին չի կարողանում անել, բայց երբ որ դառնում ենք թիմ եւ ես շատ հաճախ խոսում եմ մեր հենց այդ բացի մասին, որ եթե ամենտեղ ճիշտ աշխատեր թիմայինը, ապա մենք ամեն ոլորտում կգրանցեինք հաջողություններ եւ կամեցողությունը եւ մտորելու առիթը, որ ամեն անգամ նմանատիպ իրավիճակներ տեսնելուց հետո նշեմ, որ մեր Նարեկը շատ ամաչկոտ է եւ շատ կազմակերպված իդեալական երիտասարդ պիտի ասեմ եւ գիտեք, որ Շուշանը փոքրիկի է սպասում Նարեկն ու Շուշանը, այդ մասին ասել եմ եւ այլ խնդիրների մասին չխոսեմ, մայրիկի առողջական խնդիրների մասին չխոսեմ եւ ինչու եմ այսպես հատիկ նշում, որովհետեւ շատ հաճախ ինչ որ մի ուրիշի հոգսը կարող է լինել քաղաքի մի ուրիշ ծայրում պատահական մեքենայի դուռը փակելիս նոր եղունգի կոտրվելը կամ հենց նույն քաղաքի մի ուրիշ ծայրում պատահական վարսավիրանոցից դուրս եկած աղջկա գեղեցիկ հարդարված մազերի անձրևից թրջվելը տխրության պատճառները տարբեր են լինում, բայց երբ որ դու գալիս ես եւ բախվում իրական կյանքի իրական խնդիրներին, գիտակցում ես, որ ամեն օր, ամեն Աստծո օր, երբ որ արթնանում ես, պետք է շնորհակալ լինես։ Հենց բացված լույսին, արևին, Աստծուն եւ օրը դրականով սկսես եւ ամեն անգամ տրտնջալուց առաջ, դժգոհելուց առաջ հիշես, որ քեզանից ավելի վատ իրավիճակում գտնվող մարդիկ կան եւ տա Աստված, որ յուրաքանչյուրը առողջ լինի եւ առողջական խնդիրներ չունենա, որովհետեւ միշտ ասում եմ, որ կարեւոր է առողջությունը եւ հաղթահարելի չէ միայն մահը, մի անգամ ընկերներիցս Մանեն Կարապետյան գրեց, որ անհաղթ է միայն Աստված, համամիտ եմ, բայց միայն մահի դեպքում ելք չունենք, մնացած բոլոր տարբերակներում հենց Աստծով, հենց աղոթքով, հավատքով մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Երբեմն ուղիղ եթերից առաջ պլանավորում եմ, որ պետք է նաև այս միտքը ասեմ, այն միտքը ասեմ, նաև կիսվեմ այս դեպքի կամ իրադարձության հետ եւ երբ որ սկսում եմ պատմել, կարծես թե մի բլոկ է լինում, մի հատվածը մտքերիս, որը որ ինձ թույլ չի տալիս խոսել, միգուցե այդպես է պետք, բայց այս իրավիճակում ու այս մթության մեջ պարզապես ուզում եմ ասել. լապտերները երբեք չեն խոսում, նրանք պարզապես լուսավորում են։ Ասում եմ ձեզ շնորհակալություն, ասում եմ ձեզ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։